համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ է տպավորությունը։ Պարոն ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է, կապիտուլյացիոն հաստատվի թե ոնց կմեկնաբանեք սա։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ այդպես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որից է մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են գործող իշխանության այսպես ասած ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Պատիվ ունեմ դաշնակցության ներկայացնել մասին։ Դե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ է Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տալիս։ Դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդ ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։ Ինչ վերաբերում է վարչապետը ձեր հարցին պատասխանեց իր հարցազրույցի ժամանակ, որ այդ փաստաթուղթը ունի երկու տեր եւ միակողմանի որևիցե բան անելը ճիշտ չի։ Բայց Ադրբեջանը միշտ միակողմանի անում, ախր ինչենք մենք խաղի կանոնները միայն հայկական կողմը պահպանում։ Դուք տեսել եք որևէ դեպքում Ադրբեջանը խաղի կանոն պահպանում։ Այո, տեսել եմ որևէ դեպքում, երբ որ մենք քննարկում ենք եւ օրինակ հաստատում ենք երկու երկրների մեջ սահմանազատման եւ սահմանագծման հաստատուղթը եւ մեր ընդդիմությունը նաեւ դուք ինձ տեղ հարց եք տալի, ասում եք չի պահպանելու, չի ստորագրելու, դրանից մի ժամ հետո ստորագրում եք։ Բաք օրինակ է, թե օրինակ չի։ Դե բա ինչի եք հիմա բացարձակ ինչ որ ձևով բաներ ասում, հետո երկրորդը ձեզ ուրիշ բան ասեմ։ Հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ։ Մենք մեր վարկը ունենք, մենք մեր դիրքը ունենք։ Դուք տեսեք ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չի։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ անվասարել։ Մենք մեր երկիրը ունենք։ Հայաստանին ինչ է բերել։ Լավ, Ադրբեջանը վարկանիշը ցածր է Հայաստանի համեմատ, բայց Հայաստանը այդ վարկանիշի շնորհիվ ինչ է շահում ընդհանրապես միջազգային հարցի տեսանկյունից։ Տեսեք, անվտանգություն է շահում, այն բանը, որ եվրոդիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ են ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում։ Կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայի աչերի համար այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց, բայց սխալ ենք մեզ պահել ինչ որ հարցերում, պատմության ընթացքում, կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում եվրոպական ընտանիքի մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում, դրանից էլ եք բողոքում։ Ի՞նչն է դրանից բողոքելու պատճառն ու առիթը ուզում հասկանամ։ Բա ի՞նչն է։ Ասում ենք, որ եթե Ադրբեջանը ինչ որ խախտումներ անում է, ասենք բանակցային գործընթացում, ինչու է Հայաստանը սրբորեն պահում բոլոր կանոնները։ Նախ եւ առաջ եկեք այտենց վստահ չլինենք, որ բոլորի ընկալմամբ հայկական կողմը իրեն սրբորեն է պահում, որովհետև նույն ադրբեջանական կողմը հակառակ կարծիքն ունի եւ բողոքում է եւ նեղ սրտում է հայկական կողմի պահվածքի, հայկական քաղաքական գործիչների հայտարարությունների եւ այլ տարբեր բաների համար։ Այդ ձեր հայկական այդ մենք մեր մոլորակի մեջ ապրելու սովորություն ունենք, այդ ձեր պատկերացումն է, որը որ դուք փորձում եք հիմա ներկայացնել։ Տենց չի։ Երկրորդը, ինչի էս պետքա ձեր կոնկրետ վերած դեպքում վատ օրինակի հետ համեմատվեմ, այլ ոչ թե լավ օրինակի հետ համեմատվեմ։
Հիմա ասենք ուրիշ երկիր էլ հարձակվել է մի ուրիշ երկրի վրա, եկեք դրա հետ էլ համատենք։ Չի կարելի է տրամաբանությամբ շարժել, սխալ բան եք ասում, կներեք, բայց սխալ բան եք ասում։ Պարոն Սիմոնյան, հայ-ռուսական հարաբերություններից կուզեի խոսել